Մոլորակի ամենաճանաչելի կառույցներից մեկը Սիդնեյան գեղատեսիլ նավահանգստի եզրին։ Հիասքանչ քարե առագաստ, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն հռչակեց որպես ստեղծագործ մտքի անվիճելի գլուխգործոց ողջ մարդկության պատմության համար։ Աշխարհն իր բացառիկ տեսքով եւ հոյակերտությամբ ցնծած կառույց, որը պիտի դառնար նաեւ ամենազբաղված արվեստի կենտրոններից մեկն աշխարհում, անվանվելով քարե երաժշտություն՝ Սիդնեյի օպերային թատրոն։ Չէր լինի Ավստրալիայի ամենահին եւ ամենախոշոր քաղաք Սիդնեյը, եթե չլինեին գաղութարար բրիտանացիները, ճիշտ այնպես, ինչպես եւ չէր լինի Սիդնեյի ճերմակ այցեքարտը, եթե չլիներ բրիտանացիների անսասան կամքն ու ջանասիրությունը։ Բայց չպետք է մոռանալ նաեւ, որ Սիդնեյում նման հսկայական եւ բացառիկ արվեստի կենտրոն կառուցելու ցանկության համար ոգեշնչման աղբյուր դարձան հենց սիդնեյցիները, երաժշտական արվեստի հանդեպ տածած իրենց մեծ սիրով։ Դա եղավ 1945 թվականին, երբ Ավստրալիայի ռադիոհեռուստատեսության հրավերով համերգների ժամանեց կոմպոզիտոր, ջութակահար եւ խմբավար Յուջին Գուսենսը։ Վերջինս շոյվեց եւ ոգևորվեց երաժշտասեր Սիդնեյաբնակների բուռն արձագանքից, միևնույն ժամանակ գիտակցելով, որ այն բավարարելու համար չկա պատշաճ վայր։ Գուսենսը հասկացավ, Սիդնեյին պակասում է օպերայի, բալետի, թատրոնի եւ համերգների համար նախատեսված պալատ, բոլորը մեկ հարկի տակ, միևնույն վայրում։ Յուջին Գուսենսինն էր ոչ միայն մտահղացումը, այլև վայրի ընտրությունն ու գործը գլուխ բերելու պատրաստակամությունը։ Ավստրալացի ճարտարապետ Կուրտ Լանգերի հետ տեղանքի ընտրության վերջին կանգառը դարձավ Բենելոնգ Փոյնթ ժայռոտ հրվարդանին կից շրջանաձև նավահանգիստը, որտեղից բացվում էր հիանալի համայնապատկեր։ 1955 թվականին կառավարությունը տալիս է օպերային տուն կառուցելու համաձայնությունը, մեկ պայմանով՝ իրենք միջոցներ չեն տրամադրելու։ Ի վերջո հայտնվում է միջազգային մրցույթ 223 նախագիծ աշխարհի 45 երկրներից եւ Գուսենսի կողմից ընտրված 4 լավագույն ճարտարապետներից բաղկացած ժյուրի։ Նախագծերից միայն մեկն էր ամենաանհավանականն ու զարմանալին, որ ժյուրիի անդամներին ստիպում է անընդհատ վերադառնալ, քննարկել ու վերանայել։ Հովարաձև տանիքներ, որոնք պիտի ամրանային կիկլոպյան հենահարթակների վրա։ Միակ նախագիծը, որ լուծում էր երկու օպերային թատրոնները մեկ ընդհանուր հարկի տակ կառուցելու խնդիրը, առանց անջատող պատերի։ Ամենաանհավանական այս հատակագծի հեղինակը 37-ամյա դանիացի ճարտարապետ Յոռ Նուդզոնն էր։ Ուրախություն Սիդնեյի եւ ի պատիվ ժյուրիի ճարտարապետների քառյակն ի վերջո հաղթող է ճանաչում Ուդզոնի նախագիծը, համոզված լինելով, որ կառուցվելու է աշխարհի ամենահանրահայտ շինություններից մեկը։ Պարզ էր նաեւ, որ նախագիծն իր հետ բերելու էր հավանական բազմաթիվ խնդիրներ, տեխնիկական եւ ինժեներական բարդ լուծումների պատճառով։ Ենթադրվում էր, որ նախագիծն իրականություն կդառնա 4 տարվա ընթացքում, 7 միլիոն ընդհանուր ծախսով, իսկ իրականում պահանջվեց 14 տարի։ Ընդհանուր ծախսն էլ ավելի քան 14 անգամ գերազանցեց նախատեսվածը՝ $102 միլիոն։ Ինչևէ, Սիդնեյի օպերային թատրոնի պաշտոնական բացումը կայացավ 1973 թվականին Ելիզավետա II թագուհու գլխավորությամբ։ Սիդնեյի նավահանգիստն այնքան սքանչելիորեն զարդարող ճերմակ առագաստն իրականում տարբեր պատճառներով պայմանավորված ավարտին է հասցվել այլ մասնագետների միջամտությամբ, զգալի կերպով հեռանալով ուդզոնյան սկզբնական տարբերակից։ Գուցե հենց այդ էր պատճառը, որ դանիացի ճարտարապետն այդպես էլ հրաժարվեց տեսնել իր հորինվածքի վերջնական տեսքը։ Այնուամենայնիվ, Յոռ Նուդզոնը Սիդնեյան հրաշալիքի համար 2003 թվականին արժանացավ Պրիցկերյան հեղինակավոր մրցանակին, իսկ 2007 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Սիդնեյի թատրոնը հռչակվեց համաշխարհային ժառանգության հուշարձան։
ամբողջ 2 հեկտար տարածք զբաղեցնող հոյակերտ կառույցի 4 հիմնական դահլիճներից ամենամեծը համերգասրահն է, մոտ 2700 նստատեղով։ Երկրորդը օպերային սրահն է, 1500 հանդիսատեսի համար, իսկ մյուս երկուսում տեղակայված են կինոսրահը եւ թատրոնը, պարային եւ դրամատիկ ներկայացումների համար։ Յուրաքանչյուր սրահը յուրովի է կառուցված, տարբեր բնափայտերով եւ դիզայնով։ Օպերային թատրոնի շենքը կշռում է 161,000 տոննա, այն հենված է 580 սյուների վրա։ Ինչ վերաբերում է էներգաօգտագործմանը, ապա այն համարժեք է 25,000 բնակչությամբ քաղաքի էներգիայի սպառմանը։ Շինության առագաստանման տանիքը, որի նմանը չկա աշխարհում, կազմված է 2194 պատրաստի հատվածներից, իսկ առավելագույն բարձրությունը 67 մետր է։ 180 մետր երկարությամբ, 120 մետր լայնությամբ օպերային թատրոնն իր գոյության միայն առաջին 2 տարիներում ընդունել է 36 միլիոն այցելու։ Սիդնեյի ծոցում բացված ճերմակ ծաղիկ, շատերի համար քարացած երաժշտություն։ Հրաշակերտ կոթող, որն ի վերջո պիտի դառնար ժամանակակից աշխարհի ամենաայցելվող եւ ամենազբաղված արվեստի կենտրոններից մեկը։ Սիդնեյի օպերային թատրոնը դարձավ 20-րդ դարի միակ կառույցը, որը դասվում է այնպիսի ճարտարապետական խորհրդանիշների կողքին, ինչպիսիք են Բիգ Բենը, Էյֆելյան աշտարակը, Սուրբ Սոֆիայի տաճարը, Թաջ Մահալն ու Ազատության արձանը։